Ջրի արտահոսքի հետքերով հասնելով տունը, ընդհանուր տուն չի, վերևն ուրիշներ են բնակվում, ներքևը ուրիշները, այս հատվածներից ինչ-որ կաթացել է, վերևը բաղարնիկ զուգարանը, այս պահին չեն օգտագործում աղի ժամանակա, ծեպլավիզորը ոչինչ չի ֆիքսում, հասկանանք ինչից է։ Այստեղ պատվիրատուի կասկածներով լվացարանի օգտագործման ժամանակա խնդիր է լինում, հանցել եմ կոյուղին ստուգելու, քանի որ ջերմատեսիլը ֆոնավաչափով հողակաշարի վրա, այսինքն ճշմախողովակների վրա կասկած չկար, հեսա կհասկանամ։ Դե ինչ մի 20 րոպե բաց թողելուց հետո սկսեց արտահոսել շատ արագ ինտենսիվ։ Լվացարանի կոյուղում հանգուցից եմ տեսա գրում, այսինքն տեսախցիկով դիտարկում, ներքևի դրայնիկի այս մասում ունենք sense ճաքանման բան, հեսա որպեսզի հասկանամ սա ճաքա թե ամեն դեպքում կեղտ, ընթացիկ խոհանոցի ջուրն է ստեղով անցնում, խոհանոցի ջուրը երկար ժամանակ բաց կթողեմ, որ հասկանամ արդյոք սա ճաքա թե կեղտ է։ Խոհանոցից օգտագործելուց չի կաթում, այսինքն այդ տրայնիկի ճաքանման ստերովիթին կեղտ է։ Քանի որ դա բացառում եք, մի քիչ բարձրանանք վերև կան նրան, այսինքն այստեղ ունենք փախած ռաստրուկա, սա տրայնիկի, այսինքն ռաստրուկեն փախած է, բարձր է, մի հավանական աղբյուր կարա սա լինի, մյուսը այստեղ ինչ-որ սիլիկոնով, սա սիլիկոնով ինչ-որ հատված է, երևի ճաքած է եղել, փակել են, իսկ թվում է սա ճաքա, ջարդած է, ինքը շատ նման է իրան, ու հնարավոր է ջուրը հենց այդտեղով էլ արտահոսում է, այսինքն հեսա ասեմ մի քիչ բարձրության վրա է, այսինքն կամերան հիմա ուղիղ նայում է իրան, այս մատի սուգությամբ։ Այսինքն այս անկյունից 30 սանտի ներքև է այդ սիլիկոնով փակած ճաքը։ Հիմա ջրերը բացելով, այսինքն այս երկու կետը գնում են այդ խողովակաշարով են անցնում, այսինքն երկու տեղ նագրուսկա տալով, մեծ լիտրաժ ապահովելով, ներքևը կրկին արտահոսում է։ Այս հետազոտությունների վիճակը հետևյալն է, այսինքն այստեղից մինչև ներքև իջնող տրայնիկը խողովակը պետք է փոխվի, առանց քանդելու չի ստացվի։